այդպեսի արձագանք ստացա։ Հայտարարության տեքստը, նախագիծը հրապարակվել է, սրա մասին տարբեր առիթներով խոսել ենք։ Տեսեք, առիթը դա հայնական պատերազմում հաղթանակի 80-ամյակն է, որը բավականին մեծ միջոցառումներով աշխարհի տարբեր հատվածներում նշվում է, ու յուրաքանչյուր երկիր իր մասնակցության չափով, համամասնությամբ ըստ էության միջոցառումներ է իրականացնում։ Հիմա հայ ժողովուրդը այդ հաղթանակը տարել է սովետական միության ժամանակահատվածում, եղել է այն ժողովուրդներից, որոնք սովետական բանակի ընդհանուր կազմում մասնակցություն ունեցել այդ պատերազմին եւ բնականաբար ֆաշիզմի դեմ այդ հաղթանակն էլ իրենց մասով նաեւ կիսում են նաեւ հաջողությունը եւ հաղթանակները։ Հայ ժողովրդի մասնակցությունը նաեւ արտահայտվել է ոչ միայն բուն սովետական Հայաստանի տարածքում, այլ նաև այլ հանրապետությունում ապրող հայերի մասնակցությամբ, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, այլուր, այսինքն բոլոր այն ճամբարներում, որոնք մի փուլի իրար հետ համախմբվեցին եւ այդ ամբողջական հաղթանակը տարան։ Հիմա ինչով էր նաև առանձնահատուկ հայ ժողովրդի մասնակցությունը, նրանով, որ ժողովուրդների իրենց թվի համամասնությամբ, երբ որ նայում ենք մասնակցություն, հետագայում զորահրամանատարներ, նաև հերոսների թիվ, ապա ակնհայտորեն հայ ժողովուրդը բավականին բարձր դիրքերում է իր ունեցած զորահրամանատարներով, մարշալներով, 100-ից ավելի հերոսներով եւ բնականաբար այս հաղթանակը որևէ ձևով մեզ չի կարող շրջանցել։ Հիմա որն է այստեղ տարակուսանք առաջացնում, այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մասնակցությամբ տարած հաղթանակը, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ուղղակի անուղղակի ձևով փորձ է արվում ներկայացնելու որպես պրո-ռուսական որևէ ինչ-որ նախագծի շրջանակներում, ներկայացնելով, որ սա արվում է ոչ թե հայ ժողովրդի մեծ ներդրումը ներկայացնելու, այլ ռուսական կողմին որոշակի ռևերանսներ անելու համատեքստում, ինչը նաև զարմանալի է այն տեսանկյունից, որ այդ միջոցառումները նաև իրենց մասնակցությունը Հայաստանի իշխանությունը բերել է իր քաղաքական ղեկավարի միջոցով, որովհետև Մոսկվայում տեղ ունեցած զորահանդեսին մասնակցություն ունեցել նաև իշխանությունը իր բարձրագույն մակարդակով, այսինքն երկակի բան է այստեղ ստացվում, չէ՞, այն միջոցառումներին, որին մասնակցում է իշխանությունը, դա զուտ իրավիճակային է կամ միջոցառման մասնակցություն է, որին մասնակցում է այլ ուժ, հատկապես եթե իրանք ներկայացնում են ընդդիմադիր դիրքորոշումներ, ապա նրա մասնակցություն ունի աշխարհաքաղաքական կամ ինչ-որ նախընտրական տրամաբանություն։ Սա այն դեպքում, երբ որ սա պատահական չէ, որովհետև մի երկու շաբաթ առաջ էլ հանրապետականը հաղթանակի 80-ամյակի շրջանակներում նաև Մոսկվայի միջոցառման էր մասնակցում, որի տեսանյութերը կարծում բոլորը տեսել եք, որտեղ ելույթի հնարավորություն էր նաև Էդուարդ Շարմազանովը, հանրապետականի գործադիր մարմնի անդամ, եւ կարծում եմ ադրբեջանցիներին պատասխանը եւ առհասարակ հայ ժողովրդի մասնակցության մասը քաղաքական, պատմական եւ բոլոր առումներով մաքսիմալ հասկանալի եւ մաչելի ներկայացած եւ ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ այլևայլություններ կան, որոնք պետք է գտնել եւ առաջ մղել։ Իհարկե հասկանամ, որ այնտեղ խնդիր ունեն իրենք նաև կապված նրա հետ, որ պատմական կապ եւ ինստիտուցիոնալ հիշողության հարց է դրվում, որովհետեւ տեքստում նշված է, որ հայնական պատերազմի նաև ժառանգներն էին հետագայում, որ անկախության առաջին օրերին, ազգային ազատագրական պայքարի առաջին օրերին նաև Շուշի ազատագրմանն էին մասնակցում, որովհետեւ տարեգրությամբ այդ օրերը նաև համընկնում են եւ բնականաբար այդ պատմական հիշողությունը որևէ ձևով որևէ իշխանություն, որևէ դրդապատճառ ելնով չի կարող պարզապես խմբագրել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ հայտարարության քաղաքական մասը հատկապես ընդգծված վերաբերում էր ֆաշիզմի, նացիզմի այսօրվա դրսևորումներին եւ այն, որ Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիա, տեղի ունեցավ էթնիկ զտումների քաղաքականություն, դրանք այսօրվա նեոֆաշիստական դրսևորումներ են, որոնք որևէ ձևով որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Հիմա այս պարագայում վերցնել հայտարարությունը, ներկայացնել ամենատարբեր աշխարհաքաղաքական կամ առավել եւս նախընտրական տրամաբանությունների շրջանակներում որևէ ձևի բնականաբար հասկանալի չէր։ Նույնն է, որ հիմա ազգային ժողովի ցանկացած նախագիծ ասես, որ դա ոչ թե բխում է երկրի այս պահին բնականon գործունեության առաջնահերթությունից, այլ բոլորը կրում են նախընտրական տրամաբանություն։ Ովքեր ծանոթ են տեքստին այդ հայտարարության, որը
շրջանառվում է եւ այսօր նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել իր համար կարծում եմ իր հարցերի պատասխանը նաեւ այդ ձևով գտնել։ Եթե կողմ քվեարկեն, այսպես արևմտյան որոշ երկրներ իրենց էլ այսպես ռուսի շպիոն դրոշը կարող են դնել, ինչպես իրենք որոշ ընդդիմադիրներ այսպես ասում։ Դա էր նաև իրենց մտահոգությունը, ինչ որ խնդիրներ ունեին այսպես եվրոպական որոշ երկրներ, այսպես հավաքական արևմուտք ասել է, հիմա մի քիչ փորձել է իմաստ։ Թեև իրենք փորձում են սա ներկայացնել որպես այդպես Մոսկվայից եկած դրամատրությունների համատեքստում, բայց այստեղ խնդիրը կարծում եմ իրենց ոչ այնքան այն հանգամանքն է, որ դա բերեին կապեին մեր գործունեության հետ Մոսկվայի հնարավոր ազդեցությունը, այլ սա իրենց համար առիթ էր նաև հակառուսական բնույթի ուղղակի եւ անուղղակի հայտարարություններ հնչեցնելու ու որոշակի նաև դրվագներով են միգուցե նաև որոշակի թշնամական վերաբերմունք արտահայտելու, թե ինչու այս կամ այն կետը ձևակերպումը սովետական միության ժամանակահատվածում չեք ընդգրկել եւ այլն։ Իդեպ ես այնտեղ մի հատկանշական օրինակ էլ բերեցի, որին դուք ներկա եք, երբ որ կապ են փորձում, որն է կապը 45 թվականին տարած հաղթանակի եւ պայմանական 92 թվականին, այսինքն մեր ժողովուրդների պատմական հիշողությունը ինչով է ձևավորվում կամ ինչով է արտահայտվում կամ կապը ես նույնիսկ տարա Սարդարապատի ճակատամարտ, որտեղ Հովհաննես Բաղրամյան դերերս երիտասարդ տարիքում մասնակցում էր Սարդարապատի ճակատամարտում, հետագայում արդեն գեներալի մարշալի կարգավիճակում երկրորդ աշխարհամարտի տարիներին մասնակցում էր հայերենական մեծ պատերազմի եւ այլն։ Այսինքն, երբ որ մենք որտեղ այդ կապը մեր պատմության մեր ավանդույթները, որոնք դրված են նաև այդ բանակի եւ հաղթանակների այդ կամքի վճռականության հիմքում, երբ որ մենք կորցնում ենք, մենք կորցնում ենք նաև որպես պետություն եւ որպես ժողովուրդ նաև մեր դիմադրողականությունը։ Իհարկե իշխող ուժի քաղաքականության հիմքում նաև դա է դրված խմբագրելու պատմությունը, ակնհայտ իրողությունները, որոնք ոչ ներսում, ոչ դրսում քննարկման չեն ենթարկվում, բայց մեկ էլ ինչ-որ պահին ստացվում է, որ դա իշխող ուժի համար դարձել է քննարկման առարկա։ Անդրադառնանք երեկվա ազգային ժողովի վեճին անդրադառնանք, որովհետև իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը մեզ հասցրել է դրան, որ մենք նման բառապաշար օգտագործենք եւ կայակոչում ընդդիմության հայտարարությունները։ Այս իրավիճակում նախ հնարավոր է շարունակել ազգային ժողովի նիստերի մասնակցելը, հարցոպատասխանի մասնակցելու դուրս կարծիքով։ Մենք մեր ֆրակցիան հարցոպատասխանին չի մասնակցում, դուք տեղյակ եք, հատկապես 22 թվականից հետո երկու գործընկեր ֆրակցիաների միջև կա որոշակի մարտավարական փոփոխություններ եւ այն պատկերացումների շուրջ, թե ինչպիսին մեր մասնակցությունը պետք է լինի խորհրդարանում եւ դրանով պայմանավորված 22 թվականից հետո դիմադրության շարժումից հետո, երբ որ խորհրդարանում գործունեությունը մեր շարունակում էր, մենք մեր ֆրակցիան որոշակի վերափոխումներ իրականացրեց իր մոտեցումները եւ սկսած եւ հարցոպատասխանի այդ մոտեցումից, ֆորմատից եւ վերջացրած տարբեր հարցերի շուրջ, ոչ առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ, առասարակ իրենց այդ դիսկուրսի չմտնելու այդ տեսանկյունից, այն ինչ որ երեք խորհրդանում դրսևորում էր, դա բավականին այլանդակ դրսևորում էր, որը հարիճ է որևէ խորհրդարանին։ Հիմա գիտեք, յուրաքանչյուրը իր հայտարարությունը, իր խոսելավեճը բերի կապի այս կամ այն մարդուն, դա որևէ ձևի չի բխում տրամաբանությունից։ Յուրաքանչյուրը իր կերտվածքին համաձայն է գործում, աշխատում, գործունեություն ծավալում, եւ եթե մարդու ներսում չկա այդ սահմանը, որը շատ դեպքերում խորհրդանում հատվում է, ապա այդ մարդը տարբեր առիթներով այդ սահմանը հատելու է եւ այդպիսի դրսևորում էլ ստանալու է։ Մեծ առումով այն ինչ որ տեղի ունեցել մեր խորհրդանում անընդհատ տարբեր փուլերում դրսևորվել է, որ անընդհատ հրահրվել է իշխանության կողմից եւ իշխանությունը հատկապես ագրեսիվանում է իրավիճակում, երբ որ խնդիր ունի ամեն գնով պաշտպանելու սեփական քաղաքական առաջնորդին եւ հենց այն իրենց շատ սիրած նախընտրական տրամաբանության ներքո, որովհետեւ հերո չեն ժամանակները, երբ որ մենք կմտնենք նաեւ նախընտրական ժամանակահատված իրավիճակի բերումով եւ յուրաքանչյուրը փորձում է արևիտակ իր տեղը գտնել եւ յուրաքանչյուրը որքան մոտենա 26-ի շեմը փորձելու ավելի շատ իր առաջնորդին ցույց տալ իր հավատարմությունը եւ իր նվիրվածությունը։ Դա նաեւ դրսեւորումներից մեկն էր, էլի։
Պարոն Աբրամյան, դուք միայն իշխանության պահվածքն եք գնահատում այլանդակություն, թե նաև Լևոն Քոչարյանի։ Մենք խոսում ենք դրսևորումների մասին, մենք խոսում ենք խորհրդարանում տեղ գտած բարքերի մասին, որը հրահարվում է իշխանության կողմից, որի արտացոլումը եղել է նաև 3, բայց դա չի եղել ոչ առաջինը, ոչ էլ վերջինը, եւ իմ գնահատականը ես արդեն հնչեցրեցի տեղի ունեցած այդ կապված։ Երկու կողմին է, բայց Ես մեծ առումով նիստին էլ չեմ մասնակցել, չեմ ունեցել, ճիշտ ասած նաև տեսանյութերով եմ հետևել, բայց ակնհայտորեն դա հրաժարվեց իշխանության կողմից։ ում արածներ ես ձեզ դիտած տեսանքի Իշխանության։ արածներ այլանդակություն։ Իշխանության դրսևորած այդ հավաքական առումով Իսկ ընդդիմադիր պատգամավորի հայոյանք հնչեցնելուն ինչ գնահատական եք տալիս։ ես հայանք չեմ լսել, ով անդիմադիրներից, դալիճում չեմ եղել։ Ես տեսել եմ այն ինչ-որ տեսանյութով, չէ, ես եղել եմ, տեսել եմ այն ինչ-որ տեսանյութերով արտահայտված է եղել ելույթներով։ Եվ ինչ է կարծում Արսեն Թորոսյանը եւ Լևոն Քոչարյանը պետք է իրենց այդ պահվածքի համար մանդատներից հրաժարվեն թե ոչ։ Ես հիմա գնահատական չեմ ուզում հնչեցնել, յուրաքանչյուր ինքն է որոշում, թե ինչպես իր վարքը դրսևորե եւ ինչպես իր գործունեությունը ծավալի։ Ես ոնց որ համարում եմ, որ պետքա ճիշտն է, ոնց որ վարվում եմ, դա արտահայտված է իմ գործունեության մեջ։